Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր հյուրընկալվել եմ գնդապետ Կորյուն Ղումաշյանին։ Մնացեք մեզ հետ, նա շատ կարևոր ասելիք ունի։ Բայց չելիմ ասեմ, ես քո ընտանիքին վայիս կլնեմ։ Եթե դու զինվորի կյանքին ես վայիս լնում քո սխալի համար, սարսափելի բանի եմ հանդիպել ես, եւ իմ համբերությունը այլևս Մենք կարող ենք այսօր արժանի հակահարված տալ Ադրբեջանին։ ես չեմ ասում, ինչքան պետք է ես էլ ներվեր ունեմ, չէ՞։ Բայց դու բոլոր ծնողները լսեն էսի զինվորների։ Դրոնը չի կարա Անգլիայի հետևներից այնքան արագ են իրանք շարժվում արդեն։ Պարոն Ղումաշյան, ձեր այդ ստեղծած ռոբոտներով մենք կարող ենք թշնամուն զսպող լուրջ գործոն դառնալ։ Տանկի հետևից ընկնեն ու տանկին վերացնեն, պատկերացրեք, ես ինչի մասին եմ խոսում։ Ամենադժվար փորձարկումները անցել ենք, գրվում է հետևյալը, եզրակացությունը հանձնաժողովի կողմից չի կարող կիրառվել։ Ալիևի նման ռազմավարությունից կարելի է եզրակացնել, որ նոր պատերազմի նախապատրաստություն է տեսնում։ Ալիևի ախորժակը երբեք չի կանգ առնի, բայրակտարներ են արտադրում, որոնց վրա գրած են հայերը վախկոտ շներ են։ Մեր հաղթանակը կրկնվելու է, պարոն Ղումաշյան։ Միանշանակ։ Բարև ձեզ, պարոն Ղումաշյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ ձեր տուն հյուրընկալելու համար։ Բարև եք եկել։ Շատ կարևոր թեմաներով ենք խոսելու, նաև դուք շատ կարևոր ասելիք ունեք։ Մինչ այդ, խոսենք երկրում ստեղծած իրավիճակի մասին։ Պարոն Ղումաշյան, Սյունիքը կրկին կրակոցների տակ է, կրակոցները չեն դադարում, ինտենսիվ են, նույնիսկ գյուղի բնակիչները արդեն գիտեն, որ ժամերին են սկսելու ինտենսիվ կրակոցները, որ ժամերին է դադարելու, խաղաղ բնակիչները իրենց դաշտերում գտնվում են թիրախային իրավիճակում, ոմանք ահաբեկված են, ոմանք մտահոգված են, ինչ է կատարվում երկրում ու հատկապես հայ-ադրբեջանական սահմանին Սյունիքի հատվածում։ Գիտեք, այսօր կատարվում է այն, ինչ որ կատարվում էր 89-90-ական թվականներին, նույն Սյունիքի այն գյուղերի վրա, ինչ որ կատարվում էր այն ժամանակ։ Եվ պատահական չէ, որ մեր ֆիդայիները կարածին զսպեն թշնամուն, երբ որ այն ժամանակ իրանք քառակի, հնգակի կամ տասնապատիկ անգամ ավելի ուժեղ էին, քան մենք, որովհետև մենք զինված էինք ընդամենը որսորդական հրացաններով կամ դանակներով։ Իսկ իրանք ունեին ամեն ինչ ժամանակի տեխնիկայի հետ համեմատած։ Բայց մենք իրանք զսպեցինք, ստիպեցինք, որպեսզի իրանք լռեն։ Այսօր մենք չենք կարողանում զսպել, թե չենք ցանկանում։ Կարող ենք։ Մենք այսօր էլ կարող ենք։ Միայն հենց Սյունեցին կարող է իրանց զսպի։ Մենք կարող ենք այսօր արժանի հակահարված տալ Ադրբեջանին։ Ուրեմն ասեմ մի բան, հակահարված ու հարաբերական իմաստ ունի։ Եթե լայնածավալ պատերազմ սկսվի, հակահարված տալը եւ իրանց, եւ մեզ, հա, երևի թե նույն իրավիճակը կլինի եւ իրանց տարածքում եւ մեր տարածքում, սակայն իրանք այսօր արդից օգտվում են նրանով, որ իրանց թիկունքում Սյունիքի հետևի մասը դեպի Արցախ բնակիչներ չունեն, դրա համար արխային են, բայց մենք պետք է կարողանանք այնպես կոմպլեկտավորենք մեր ծրագրերը, որ եթե այնտեղ են մեր բնակիչները մոտ իրանց դիրքերին, չէ՞ որ հյուսիսում էլ իրանց բնակիչներ են մոտ մեր դիրքերին եւ պետքա արժանի հակահարվածը տրվի հարաբերական իմաստով։ Եթե իրանց բնակավայրերից որոշ գյուղեր, որտեղ որ բնակվում են իրանք, դա վերցնենք Ղազախի շրջանում, ասենք, հա, Թոզի շրջանում, եթե մենք նախապատրաստենք մեր ուժերը ընդեղին հարվածելու, իրանք Սյունիքում կլռեն։ Այդպես պետք է լինի, որովհետև մենք ընդեղ ունենք բնակիչներ, իրանք չունեն։ Հիմա սա ինչ է, պարոն Ղումաշյան, սա սադրանք է, հոգեբանական ճնշում է, թե արդեն նախապատրաստող հող է նոր պատերազմի համար։ Մի բան գիտեմ, թույլին երբ որ բամփում են գլխին, տեսում են պատասխան հարված չի տալիս, երկրորդ բամփն են բերում գլխին։ Այսօր մեր իշխանությունները իրանց այդ թույլի տեղն են դրել եւ դրանով թույլացնում են եւ ժողովրդին եւ բանակին։ Այդպես է։ Ալիևի ախորժակը երբեք չի կանգ առնի, դա ինչքան ուզի, այնքան տուր ինքն էլի կուզի։ Եվ խաղաղության գնալով զիջումներով
Դա չի լինի այդպես։ Եվ շատ սխալ եմ ես համարում այս քաղաքականությունը։ Ում հետ ենք մենք ուզում գնանք խաղաղության։ Եկեք համեմատենք այս վերջի օրերի իրավիճակը, ինչ որ կատարվեց Մոսկվայում, եւ շատ հետաքրքիր է։ Ներկա այս Կիրիլը, պատրիարխը համայն Ռուսիայի, որը քրիստոնյա, ընդունում է Ալիևի կնոջը, մեդալը հանձնում բարձրագույն պարգևն է տալիս ուրեմն իրան, այն անձնավորությանը, ում ամուսինը եւ կինը, ասենք պատճառ եղան 5000 զոհերի, պատճառ եղան մեր Արցախի այդ դատարկմանը, պլյուս այն մարդկանց, ովքեր որ անընդհատ իրանց մոտ քարոզում են, սկսած մանկապարտեզից ու արդեն տարիներ շարունակ, որ հայերը իրանց թշնամիներն են։ Մյուս օրինակը բերեմ, որ իրանք բայրակտարներ են արտադրում, որոնց վրա գրած են հայերը վախկոտ շներ են։ Վրեն գրում են այդպես իրանց բայրակտարների, իրանց մոտ հակահայկական քարոզը երբեք չի կանգնում։ Իսկ մենք այդքանից հետո ասում ենք եկեք համերաշխ ապրենք։ Մենք ինչպես պետք է պատասխանենք Նույն ձևի։ բայրակտարներին, մենք ինչ պետք է անենք։ Էլի եմ ասում, նույն ձևի պետք է պատասխանենք մենք։ Եկեք այդ իրանց անօթաչու թռչող սարքերով բանով, թող իրանք չվախցնեն, մենք տեսանք ինչ բան է անօթաչու թռչող սարքն էլ, մյուսն էլ։ Սակայն հիմնական խնդիրը, որ ինձ այսօր չարացրել է, դա այն է, որ մենք չենք գիտակցում, մենք ասելով ես ինձ նկատի չունեմ, քեզ նկատի չունեմ, մեր ժողովրդին նկատի չունեմ, ես նկատի ունեմ մեր իշխանություններին, որ չեն գիտակցում հետևյալը, որ ուժն է ծնում իրավունք։ Եթե մենք չենք ուզում այսօր ուժեղանանք, մենք Զանգեզուրներ կկորցնենք, մենք կկորցնենք երևի թե Հայաստանի մեծ մասն էլ։ Եվ հետո գիտեք, մի շատ հետաքրքիր ասույթ կա, որի վրա ես ուշադրություն դարձրեցի մեր ղեկավարների կողմից, որ իբր թե Ալիևը, այսինքն իրանք արտահայտեցին արևելյան, արևմտյան Ադրբեջան ասույթը։ Այսինքն կա արևելյան Ադրբեջան, եթե կա արևելյան Ադրբեջան, իրանք միշտ ասում են արևմտյան Ադրբեջանը մերն է, չէ՞։ Սենց արտահայտություն են անում իրանք։ Նշանակում է կա նաև արևմտյան Ադրբեջան։ Ինչ եք ուզում դրանով դուք ասեք, ինչ եք ուզում լսալ տակ։ Այսինքն դրել եք հիմարի տեղ մեզ, քանի կար Մասիսարը, Գերբիվրից հանելու պահը, քանի կար մեր պատմությունը, հա, հետո ցեղասպանությունը, հետո տեղ գյուղից են կողմ Ադրբեջանն, առաջին հերթին նախ տեղ գյուղից են կողմ Ադրբեջանն, հետո նոր մնացած քայլերով եկանք հասանք այսօրվան, որ գլուխներս կախ պետք է նայենք։ Այսօր ցուցադրեցին ադրբեջանական զորքերի նախապատրաստումը Մոսկվայում մայիսի 9-ի զորահանդեսին։ Կա ինֆորմացիա, որ այնտեղ հիմնականում այն սպաներն են, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին, եւ նրանք պետքա կարմիր հրապարակում քայլեն, Նիկոլ Փաշինյանին հրավիրել են այնտեղ, գուցե Ալիևի կողմը կանգնի ու ծափահարի եւ որ կանցնի այդ բանակը, այդ զորքը այնտեղով։ Ոնց հասկանամ ես այս ամբողջը։ Ես 30 տարուց ավել իմ կյանքը դրել եմ հայրենիքի համար։ Ես չեմ խնայել ինձ։ Ասու ողորմությամբ կենթանի եմ մնացել, իմ գերներից շատերը զոհվեցին, գնացին։ Հիմա ես ոնց հասկանամ այս պահը, բացատրեք ինձ խնդրում եմ։ Ես չեմ կարող ընդունեմ էսի Գրիգ ջան։ Իսկ սահմանների վրով ես մի բան գիտեմ, մեր բանակը հզորը թող չփորձեն այդ հրամաները տալով չկրակելու,
կոտրեն մեր զինվորի եւ սպայի ոգին։ Կոտրվում է, ուզես թե չուզես, կոտրվում է։ Թշնամին էլ դրան է սպասում։ Դե թշնամին դրան սպասում է, բա, հենց այդ է հարցը։ Պարոն Ղոմաշյան, Ալիևի նման ռազմավարությունից կարելի է եզրակացնել, որ նոր պատերազմի նախապատրաստություն է տեսնում։ Այսօրվա դրությամբ աշխարհի բոլոր երկրները կարելի ասել պատրաստվում են պատերազմի։ Այնպես խառնվեց իրար աշխարհը, հատկապես վերջի 2 շաբաթվա ընթացքում։ Ով կսպասեր, որ Կարողապատայի պատերազմը տեղափոխվի ասիական երկրներ։ Այն էլ ներկա դրությամբ 2 միջուկային գերտերություններ են իրար դեմ դուրս եկել եւ ոչ մեկի չի զիջում հանգարց հարկեղած դեպքում միջուկային զենք օգտագործելու բավ նկատի ունեն Պակիստանին եւ Հնդկաստանին։ Եվ երբ որ նայում ես ով որ մի երկիրն է ում է պաշտպանում, ընդհանուր առմամբ պետքա որ Ամերիկան պաշտպաներ Պակիստանին, բայց պաշտպանեց Հնդկաստանին։ Խաղերը եկեք հասկանանք։ Եվ պատերազմ անելու մեջ երբեք թող Հայաստանը չսպասի ու չփնտրի դաշնակից պետություն, որ կարող է ինչ որ մեկը զորք տա մեզ պաշտպանելու համար կամ արդեն իսկ զենք տա մեզ, որ մենք կարողանանք կռվել։ Որովհետև այդ տեսեք Թուրքիա եւ Իսրայել հարաբերություններն են սրված ներկայությամբ ու պատահական չէ որ հիմա ներկայությամբ Ալիևի զորքերը գտնվում են Մոսկվայում, իրանց խորամանկությունը կա ու կա դրա մեջ, էլի, որովհետև ինքը ոչ թե 2 պատի արանք հանգած, 2 կրակի արանք հանգել Իսրայելին պաշտպանի թե Թուրքիային։ Իսրայելական բանակը գտնվում է Ադրբեջանում, եթե հանկարծ պատերազմը եղավ Իսրայել ու Թուրքիայի միջև, ինքը ինչ քայլ պետք է կատարի։ Սրանք հարցեր են, որ Ադրբեջանը շատ ճիշտ դիվանագիտական քայլեր է կատարում, իսկ մեր կողմից անընդհատ սայտակումներ է կատարվում։ Անընդհատ։ Դրա համար մենք պետք է մտածենք մի բան. զինենք մեր բանակը հնարավոր բոլոր միջոցներով։ Բոլոր։ Եվ թող չասենք, որ մենք ի վիճակի չենք։ Ես շատ ու շատ բաներից եմ տեղյակ, թե ինչեր հնարավոր է մեր մոտ արտադրել։ Շատ ու շատ, էլի եմ ասում, հզոր բաների մասին է խոսքը։ Անդրադառնանք նաև ձեր ստեղծած աշխատանքներին, պարոն Ղոմաշյան, ռոբոտ սահմանապահներ։ Ուրեմն մինչև դա ավարտելը, դրան հասնելը ավելի շուտ, Գրիգ ջան։ Եկ մի հատ ավարտեմ ես իմ միտքը, այս միջազգային արենայում Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թուրքիա, Իսրայել, հիմնական խաղացողների մասին եմ խոսում, ովքեր որ Հայաստանի վրա խաղեր են ուզում տան։ Ասենք, ոնց է մտածում հայ ժողովուրդը ներկայությամբ եւ հայկական մեր որոշ ղեկավարներ, որ տրվեց նախ նայեք, սկզբից Ռոմի դավաճանությունը, Վատիկանի դավաճանությունը մեր հավատքի հանդեպ, երկրորդը հիմա Ռուսաստանի դավաճանությունը մեր հավատքի հանդեպ։ Դուք մեդալ տվեցիք մի անձնավորության, որի ամուսինը, որի ազգը ցեղը կամ Մարշալ Բաղրամյանի, Իսակովի, Նելսոն Ստեփանյանի, Բաբաջանի, մեր սովետական միության հերոսների արձաները քարուկ հանդ են արել այնտեղ Արցախի տարածքում։ Եվ մենք հիմա ասում ենք եկեք դիմավորենք մայիսի 9-ը հաղթանակը ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային միության։ Որ Ռուսաստանում պարադարվում այդ ձևով։ Դուք տեսեք ինչ առհամարական վերաբերմունք է գնում մեր հանդեպ եւ հավատքից վերցրած եւ մեր տված հերոսներից, ովքեր որ հաղթանակ ձեռք բերեցին Բերլինում։ Այսպես ասեմ ես։ Մենք լռում ենք։
մեր դիվանագիտությունը լռում է այս ուղղությամբ։ Մի հատ չի ասում, թքեմ քո երեսին, Մոսկվա, դու ես ինչ ես անում։ Դու ոնց ես այսքան քայլը կատարում աշխարհի աշկի առած։ Խի աշխարհին չի ասում, լտեսեք ոնց է ուրանում իր հերոսներին։ Հերոսների արձաները կոտրողին բերել են ինչ, որի են հասցրել։ Ուն զորքն են բերել, որ քայլի ստեղով, ովքեր որ կոտրել են մշակութային արժեքները Արցախում, ովքեր որ վերացրել են հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները եւ դրանք գալիս է քայլել Կարմիր հրապարակում։ Իհարկե կարգն է այդպես։ Ցանկացած զորքի անցնելուց պետքա ծափահարեն, չէ՞, երբ որ հայտարարում են ինչ զորք է գալիս այդտեղ։ Ահա եւ այս մասին առաջի հարցի պատասխանը ոնց որ ասած։ Մյուսը արտադրության մասին ասեցիք ինչ որ, չէ՞։ Պարոն Ղումաշյան, եկեք խոսենք այն կարևոր գործի մասին, որ դուք եք զբաղվում։ Ռոբոտ սահմանապահները շատ կարևոր գործառույթ ունեն այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակում, շատ կարևոր գործառույթ ունեն սահմաններին։ Դուք ձեր խոսքում միշտ եք ասել գրեթե, որ այդ ռոբոտ սահմանապահները կարող են փոխարինել մեր զինվորներին եւ մենք չունենանք մարդկային կորուստներ։ Ես էլ եմ իմ խոսքը պահում եւ կարամ ավելացնեմ հետեւյալը, որ մեր թիմով մենք մեր ռոբոտների հետ պետական փորձարկումներ անցանք։ Ամենադժվար փորձարկումները անցել ենք։ Վերջում գրվում է հետեւյալը, եզրակացությունը հանձնաժողովի կողմից չի կարող կիրառվել հայկական բանակում։ Հարցնում եմ ինչի։ 1200 մետրի վրա ասում է հրաձգություն արեցիք մի հատնա կպել փամփուշտը։ Հրաձգությունը անցկացվել է մեծ օրենքի խախտումով։ Ես այս մասին գրել եմ գլխավոր շտաբի պետին։ Այն ինչ որ պետքա ըստ կարգի անցնել այդ հրաձգությունը, այդպես չի արվել։ Մեզ տվել էին 5 զենք, որը վիվերկը առաջ չի եղել, բայց մենք խոցում արել ենք 1200 մետրի վրա, երբ որ տվյալ զենքի տեխնիկական բնութագրի մեջ գրված է, որ խոցումները պետք է արվի 800 մետրի վրա եւ տրված է ինչ չափսի, ուրեմն թիրախների վրա։ Իսկ 1200 մետրի համար չկա թիրախի չափ, ոչ միտեղ գրված։ Եվ մեզ տվել են ավելի փոքր չափսի թիրախ, ինչ որ պետք է լիներ 800 մետրի վրա։ Երբ որ ապացուցեցինք այս ամբողջը, սարսափելի բանի եմ հանդիպել ես եւ իմ համբերությունը այլևս չի կարող ուրեմն մնա իմ մեջ, չի կարող իմ համբերությունը հանդուրժի, որովհետեւ ես տեսնում եմ, թե ինչ գործ անում է, հենց հիմա անում է սահմանում տվյալ ռոբոտը եւ ինչ ձևի վերաբերմունք եղավ դրա հանդեպ։ Հիմա ինչ ստացվեց, ձեր ռոբոտ սահմանապահները պետական մակարդակով չարժանացան։ Պետական մակարդակով քննությունը տվեց, բայց մի հոգու պատճառով մեզ էլի ժամանակ տվեցին, որ նորից գնանք ուրեմն փորձարկումների։ Ես չեմ ասում, ինչքան պետք է, ես էլ ներվեր ունեմ, չէ։ Ես էլ եմ ասում, ես թուղթ ուտող չեմ, թուղթ գրող չեմ, մյուսը չեմ։ Փոխանակ հիմա իրանք հրաման տային ծառայություններին, ասային, գիտեք, ընդամենը մեր մեղքով սենց է եղել, իրանց մեղքով, ոչ թե մեր։ Եկեք օգնեք այս մարդկանց, դու ես մասնագետ ես, դու ես, դու քարտեզա գրող ես, դու գծագիր գրող ես, դու մյուսն անողն ես, կամ եկեք օգնենք շուտ, մի օրվա մեջ ընդամենը դնենք այս ամեն ինչը, եթե կա թերություն վերացնենք, որովհետև բոլոր լաբորատոր ստուգումներն անցել է ինքը, փաստաթղթերը ի մոտ են, ամենակարևորը լաբորատոր ստուգումներն են, խոնավությունը ստուգելը, ջերմային ստուգում,
ցրտի ստուգումը արվել է, վիբրացիաներն է ստուգվել է, ամեն ինչ ախտարել է, ջուր, անձրև, ամեն ինչ ախտել է ինքը։ Մեր ամենամեծ հույսը այն էր, որ վերջ հրաձգությունը մերն է ու կա, այդքան մենք կրակել ենք, կպել ենք։ Այդ զենքի ստվոլը իրար ենք տալիս, հենց իրար է գալիս։ Ցույց եմ տվել իրանց, նկարահանումներն ունեմ։ Ինչն է այսօր ստիպում, որ մենք չենք հետում այդ քայլին։ Մի երկու օր առաջ տղաները գցել էին, ալաց են ելնում այս մարդիկ, գցել էին ուրեմն Սկորպիոնի կադրերը, թե ոնց է Սկորպիոնը աշխատում, գետնային ռոբոտի մասին է խոսքը, որը մարդու փոխարեն կարա գնա հարցակվի, կրակի, սպանի, եթե կխփեն էլ մարդ չեն խփում այնտեղ, սենց ասեմ։ Եվ մենք էլ այդ գետնային ռոբոտը ունենք, որը կարա անի այդ գործողությունները նույն։ Ինձ համար շատ անհասկանալի բաներ կա մեր պետական, կարելի ասել, չինովնիկական մոտեցումներին տվյալ հարցերին։ Խի եք տանջում մարդկանց, եթե դուք չեք հասկանում, հասկացողներին բերեք թող աշխատեն։ Բայց այստեղ իմ մոտ կասկածներ է գալիս, որ ասենք, քանի որ փողը շատ է սիրում հայը, փողով կարելի է առնել շատերին, հնարավոր է, որ այդ մարդիկ արդեն իսկ ծախված են ուրիշ երկրների կողմից, որպեսզի Հայաստանում չզարգանա ռազմաարդյունաբերությունը։ Ժողովուրդ ջան, այնպեսի բաներ է արտադրվում մեր մոտ, հեռահար զենքեր, չգիտեմ, շատ հրաշալի անօդաչու թռչող սարքեր է սարքվում, դրոներ է սարքվում, SPV դրոներից ավելի լավ արհեստական բանականություններով։ Արա ֆինանսավորեք թանեն այս մարդիկ, կոպեկներ են դրանք։ Պետության համար կոպեկներ են սրանք։ Ես չգիտեմ ինչ ձևի ես իմ ձայնը բարձրացնեմ։ Այնպեսի մի հատ բան է, որ գեներալներին զանգում ես, ուզում ես հանդիպիս, եթաս ներկայացնես քո բողոքը, քո սարկածը, գծագրերը, վիդեոները, այդ ցավը տրեմ չի ստա, չեն հանդիպում ես մարդիկ, խուսափում են քո հետ հանդիպելուց։ Պատճառն է, որ կորյունը սենց է խոսում, բա ուրիշ ինչ ձևի խոսամ ես ձեր հետ։ Կարող է գիտեք պիտի ոնց ասած համբյուր եմ դնեմ ճակատից, չէ։ Հետապնդելու եմ ես ձեզ միշտ, որտեղ դե զինվորի կյանքի մասին է խոսքը։ Փաստը դնում ես մարդու դեմ, սա հայտարարություն են անում, թող գա անվտանգությունով, պաշտպանությունով, չգիտեմ, ինչա կոչվում, այդ ռազմական դատարանով, ոստիկանությունով, փաստը դնում եմ իրա սխալը իրա դեմ, ասում եմ գնա զեկուցի ղեկավարի, որ դու ես մեղավոր եղել, ասում եմ իմ երեխեքի հասին վայիս ես ելնում։ Բայց չելնիմ ասեմ, ես քո ընտանիքին վայիս կլնեմ։ Եթե դու զինվորի կյանքին ես վայիս ելնում քո սխալի համար, ահա ջղայնությունս որտեղ է։ Ու արդեն 3 ամիսը զսպում եմ ինձ ես։ 3 ամիսը։ Ու դուք պատկերացրեք, մենք լրիվ պատրաստվում ենք, արդեն որ գնանք փորձականությունն այդ հրաձգության անցկացնենք, ասում եմ ես գործ չունեմ, ես իմ գործն արեպրծել եմ։ Իա։ Ու դու կմարսես, ես քեզ զգուշացրել եմ, անունը չեմ տալիս դեռ։ Ես քեզ զգուշացրել եմ, իմ հետ զգուշ եղի։ Ես թույլ չեմ տա, որ դու զինվորի կյանքին վայսել ես, թող բոլոր ծնողները լսեն էսի զինվորների։ Մեր ամբողջ սպայական կազմը թող լսի ինչ որ խոսում եմ ես։ Ում համար ինքը լավ մարդ է, ինքը իմ համար լավ մարդ չի, ինքը դավաճան է իմ համար։ Ես սենց եմ ընդունում սա։ Ու էլ համբերել տեղ չունեմ։ Պեկա գնդասիրը մեր ռոբոտը 800 մետրի վրա դիպուկ կրակահերթ է կատարում, կուշ նստա երևի մի 10 սանտիմետր։ Ինչ եք ուզում դրանից ավել։
Պարոնակ սպաներ, լսեք ինչ եմ խոսում։ Պեկայով 800 մետրի վրա կուշնստի մասին եմ խոսում, խտության կրակի մասին եմ խոսում, որը իմ կողմից այդքան խտությունը ընդունելի չի։ Պետք է խտությունը ավելի մեծ լինի, որ տարածք վերցնի, գնդասիրը դրա համար է։ Ոչ թե դիպուկահարի պես կրակելու համար է, գնդասիրը պետք է տարածք վերցնի, որ կարողանա թշնամու առաջխաղացումը կանգնեցնի։ Նույնը Ուտյոսը, նույնը ԿՊՎ-ն, նույնը ավտոմատը, որ կարա զինվորը դնի, դուք ինչ ձև եք ձեր մարտավարությունը անում, վաղը կռիվը, որ սկսվում է առաջին հերթին ռմբակոծում են դիրքերը։ Զինվորը չի կարա այդ ժամանակ կռվի, բայց ինքը կարա թաքնվի ինչ որտեղ, իր ավտոմատը դնի, հատիկ մինչև 400 մետրի վրա թիրախներ խոցի։ Ու ինքը չերևա, մենակ իր ավտոմատը երևա։ Բա չբողոքեմ ես, չասեմ, թե ինչ է կատարվում այս երկրում։ Ուկրաինացիները ասում են վաճառի մեզ էսի։ Լեհացիներն ասում են վաճառի մեզ։ Լեհաստանում իմ զենքի նկարները ոնց են տարել, դրված է պրեզենտացիա են առնում այնտեղ ՆԱՏՕ-ի այդ ցուցահանդեսում։ Մեր գետնային ռոբոտը, որ կա, ասում են, ես ուզում են գամ պայմանագիր կապեն, որ տամ իրանց։ Վերջը, որ ինչ։ Չենք ուզում։ Ես խոսեցի ընդամենը իմ Սկորպիոնի մեկ էլ մեր դրոներ սարքող կազմակերպությունների մասին։ Ես չեմ խոսում գրադի մասին, հրթիռների մասին չեմ խոսում։ Ու չեմ էլ խոսի այդ մասին։ Այդ մասին պատկերացրեց հեքիաթ պատմեցի ես։ Սենց ընդունեք հետի։ Պարոն Ղոմաշյան, ինչ է ստացվում, չենք ցանկանում մենք մեր սահմանները պաշտպանել։ Ես չգիտեմ արդեն ինչ ասեմ, ամենայն դեպս մեր տեսակը երբեք չի հանձնվի։ Արդեն բոլորդ օրնա ես տղաներին տուն եմ ուղարկել, ասել եմ գնացեք միտեղ աշխատանք ճարեք, կարողանաք ձեր տները պահեք։ Ու ինչքան կարելի է, ասենք մարդը իր երեխուն հաց չտանի տունը, ինչքան կարելի է։ Բայց այն գործերը, որ մենք արել ենք, ես գիտեմ մի բան ու որ անում ենք, հիմա դանդաղ ենք անում, այն վաղ շատ թափով ենք իրակ գալիս։ Այն որ մենք անում ենք հիմա էլ, մեզ չեն կարա կանգնացնել այդ բանի վրա, ես էլի եմ ասում քիչ առաջ, իմ հայտարարությունը թող ընդունվի եւ անվտանգության կողմից, եւ պաշտպանության նախարարության նախարարի հատկապես գլխավոր շտաբի պետի կողմից կանչեն դնեմ դեմները թե ինչ եւ ում մասին էի խոսում։ Ու ինձ կանչեն պատասխանատվության, որ եթե ես հանգարց սխալ բաներ եմ խոսում, ասեմ։ Որովհետեւ էլի եմ ասում, այս ամեն ինչի մեջ խոսքը գնում է մեր զինվորի կյանքի համար, իմ մի հատ ռոբոտը, որը դնում եմ, ընդդեմ մարդ պետք չի այլևս։ Պետք չի։ Եվ այս ռոբոտի նպատակը նրանում է, որ որտեղ որ ինքը կանգնած է, թշնամու արձակման դեպքում ինքը իր տեղը բացահայտի, կրակը շեղի իր վրա կենթանի ուժերից։ Որ մեր տղաները աջ, ծախ, ֆլանգներում գլնի, երկրորդ լինիայում գլնի, չգիտեմ որտեղ գլնի, մեր տղաները կենթանի մնան, մեր տղաների վրա չռմբակոծեն։ Սրա համար է, սա առաջին հերթին ստեղծվել։ Հետո կատարելագործել խոցումները իրա, որ նորմալ խոցումներ են անում բավականին մեծ հեռավորությունների վրա։ Իսկ իրանց խոցելը ընդհանրապես շատ բարդ է։ Ես չգիտեմ, հիմա տամ ձեզ մի կադր կրակոցների, թե ինչ անում ես ռոբոտը ու ժողովուրդը տեսնի դա։ Վախենում եմ տան։ Ոչ թե նրա համար, որ Ադրբեջանը իմանա,
Թուրքիան իմանա մյուսն ինձ թվում է բոլորն էլ գիտեն որ ժողովուրդը չելնի որոշ մարդկանց կողքից չբռնի չսպանի դրա համար եմ վախենում տան պարզ ասում եմ մեր իմ կողմից հարգված բարձրաստիճան սպաներից ասում են Գորյուն դու խոսալուց ասում ես կպնում ես էլի ասում եմ ումն եմ կպել անուն եմ տվել ես ինչքան կպել եմ ասում եմ չինովնիկ գալստուկը ձգած վերևից նայող ուսադիրները կպցրած ով իրա վրա վերցնում է ես մեղավոր եմ որ դրանք իրանց վրա են վերցնում հա ով իրա վրա վերցնում է իրան է նշանակում է այդ ամբողջը չէ բայց մենք ոնց պետք է մեր բանակը սիրենք մեր զինվորին սիրենք ասեք հասկանում ոնց անենք թիկունքը ոնց ամրացնենք իսկ ինչ վերաբերում է ներկայիս ռազմավարությանը ես գտնում եմ որ պարտադիր է արդեն աշխարհազորը որ բարձրանա սահման խիտ թույլ չեք տալիս աշխարհազորին սահման բարձրանալու պարոնայք սպաներ չգիտեմ պարոն նախարար ով է ասել որ սխալ է աշխարհազորի ընդ գտնվելը մենք պետք է այսօր համալրենք մեր շարքերը լիարժեք համալրում է պետք վաղը եթե ուզենաք սկսվի համատարած ասենք պատերազմ ու փորձեք մոբիլիզացիայով չեք հասցնի այլևս չեք հասցնի փողերը խնայում ինչի համար եք այդ փողերը խնայում ասեք տենամ ում համար Արցախում խնայեցիք այդքան ով վայելեց Եվ երկրորդը ես գտնում եմ որ մեր ամբողջ սահմանը պետք է ռոբոտացվի Զենքերի ոչ բոլոր երկրներում էլ այդպես է ոչ բոլոր զենքերն է որ գտնվում են սահմանում Թիկունքում ավելի շատ զենք կա որոնք կարող է ռմբակոծեն եւ վերանան պատերազմի ժամանակ այդ պայեսները լավ կլինի դրանք բարձրանան ռոբոտների հետ սահման Եվ ամեն 300 մետրի վրա 3 շարքով, այսինքն գնդացիր ուծյոս եւ կապեվե իրար հետ դրած 3 լինիա ապառոնա սարքվի տվյալ պահերով։ Պլյուս գետնային ռոբոտները արագ ձևով սարքվի։ Հակատանկային մեր ջոկերը պետքա դառնան մոտոզիրացված եւ արագաշարժ որի ապացուցնել եմ տվել թե դա ինչ է դա էլ եմ արել կարամ տամ այդ կադրը գցեք տեսնել ժողովուրդը թե ինչի մասին է խոսքը կամազ եք տալիս կամազով հակատանկային ջոկերը որ տանեք հասցնեք ուրեմն իրանց առաջնագծում ելման դիրքից տանեք այդ կամազը մինչև 100 մետր հեռացավ կխփեն արդեն դրան անձնակազմին էլ մեջ է ես այդ օրինակը տվել եմ ծախսերը արվել է մեր թիմի կողմից առել ենք տվյալ տեխնիկաները Ուչենյան անցկացվել է դրանով բոլորդ հիացել եք դրանով Ինչ նախանգարում որ չեք անում մյուս զորամասերի համար այն զորամասում հիմա հակատանկային ջոկը աշխատում է այդ ձևի ոնց որ ես ասում եմ որ ելման դիրքից ոչ թե այդ 4-ը 8 հոգին ասենք ֆագոտչիկները մի մեքենայով են տանում որտեղից որտեղ իրանց դիրքերը ճանապարհները կտրելու համար դնում մի անգամից ամեն զույգը իր ուղղությամբ ուրեմն փոխվում է արագ ձևով տեսել եք հավանել եք բարեք մյուս տեղերում էլ երեք այդ բանը խի չեք անում ինչը փող եք ափսոսում այդ տեխնիկան առեք դրեք երեք ապացույցը տվել եմ հավանություններ ստացել եմ ինչա Կորյունը չի կարա իր թիմով ամբողջ սահմանի երկայնքով այդ բանն անի
Եթե խփեն էլ երկու հոգու խփեն ընդ։ Դրոնը չի կարող անգլի հետևներից ենքան արագ են իրանք շարժվում արդեն։ Տանգի հետևից ընկնեն ու տանգին վերացնեն, պատկերացրեք ես ինչի մասին եմ խոսում։ Աչից կլինի, ձախից կլինի, հետևից կլինի, դեմը տանգը դառնում է 0 այս մեխանիզմի դեմ, ինչի մասին որ խոսում եմ ես հիմա։ Խի չեք անում։ Թանկ չի մեր զինվորի կյանքը։ Կոպիտ օրինակ եմ ուզում բերեմ, շատ կոպիտ։ Մի զինվորի զոհվելուց 70 միլիոն փող եք տալիս, չէ՞։ Մինչև, չգիտեմ քանի տարի, սկզբնական 10 միլիոն է, այդ 70 միլիոնով Զանգեզուրի ընդամենը մի հատվածը մենք լիարժեք կփակենք։ Դա նման մոտավորապես 140-150 հազար դոլար, չէ՞։ Այդքան կանի։ Մենք այդքան գումարով Մեղրիից մինչև Գորիս Արցախի թևը 100% կփակենք։ Բայց ամեն մի հատը, որ մենք այդքանը սարքելուց թող մի 10 հատը չաշխատի, վատ աշխատի կամ էլ, թող մի 5 հատը ընկնի ջարդվի, եսի ինչ լինի, այդքան գումարին թող 15 հատը աշխատի, ավել չեմ ասում։ Են մնացածը ուղղակի որպես մակետ թող մնան աշխատեն խփեն այդքանին իրանք։ Բայց ես էլ եմ ասում ամեն մի հատը, եթե 150,000 դոլար է, գզետը 30-40 հատ ռոբոտ կսարքի։ Հասկանում եք։ Եվ այդքանով դու պատկերացրեք 4 անգամ 3, հա, 30-ով 1200 հոգի, 40 անգամ 30, հա։ Այդքան է անում։ 1200, 4 անգամ 3, 1200 զինվորի փոխարինելու է դա սահմանին։ 1200 զինվորի կյանք է փրկելու ինքը։ Դրա համար են ինձ ասում երեխեքիս հացին վայիս ես լնում, լավ եմ անում ու գլնեմ, թող իմանան իրանք հետի, իսկ ես չեմ թույլ տա իմ զինվորի կյանքին վայիս լնեն, բոլորը լսում են իմ խոսքերն հիմա, իմ համար արդեն միևնույն է, իմ առօրյականն էլ այլևս այն չի, որ ես կարողանամ, չգիտեմ, առաջվա պես երկար աշխատեմ, կամ ես իմ ինչ տարիքսել են չի արդեն, բայց վերջապես պետք է խելքի գան սրանք, որ մենք հայրենիք ունենք, որ մենք հայրենիքի համար ենք ուզում անենք ամեն ինչը, իսկ հայրենիքի պաշտպանը մեր զինվորն է, որին պետք է պահենք, փայփայենք, սիրենք, թիկունք լնենք իրան։ Ոնց պետք է լինես ամբողջն, ասեք հասկանամ դե։ Հիմնական էս էի ուզում ասեմ, իմ միջի բորբոքուն հիմնական սա էր։ Ռուսաստանը 300 միլիարդ ռուբլի դնում է մի հատ գետնային ռոբոտ սարքելու համար։ 300 միլիարդով։ Եթե ռուբլին ինչքան քանի միլիարդ հայկական կանի, չէ՞, տես որ վերցնենք։ Եկա։ Մոտ 12 կամ ավելի շատ 15-16 միլիարդ կանի, 300 միլիարդը մեր փողերով։ Ամբողջ Հայաստանը կդառնա մի հատ ամրոց այդ գումարով։ Ռոբոտների ամրոց կդառնա։ Եվ թե իմանա, որ արդեն մենք 5-րդ սերունդն ենք սարքում, ռոբոտների, որոնք շարժվում են արդեն, որոնք կարող հարձակվին թշնամու վրա։ Մինչև այդ ստացիոնար տեղադրում ծածկում էինք, բայց հիմա արդեն այս ռոբոտները կարան դիրքերից դուրս գան, դիրքերի տեղը փոխեն, հարձակվեն կամ նահանջեն, բայց իրենք նահանջող չեն։ Այդ էս։ Պարոն Ղոմաշյան, ձեր այդ ստեղծած ռոբոտներով մենք կարող ենք թշնամուն զսպող լուրջ գործոն դառնալ։ Ուրեմն ասեմ,
պատերազմի ժամանակ այնպես է գնում տակտիկան, որ սկզբնական շրջանում դիրքերը սկսում են ռմբակոծել ու այդ ընթացքում իրանց բանը պետք է մոտենա զինվորը, տեխնիկան ու մոտենում է մեր դիրքերին։ Ռմբակոծությունը ինտենսիվ արվում է նրա համար, որ մեր զինվորները կամ թշնամու զինվորները չկարողանան հակահարված տան մոտեցող ուրեմն թշնամուն։ Եվ ռմբակոծությունը դադարում է այն ժամանակ, երբ որ արդեն իրանք մոտենում են այն հեռավորության վրա, որտեղ արդեն իրանց զինվորներին ռմբակոծությունից, ասենք արկերը բանը չվնասեն իրանց զինվորներից։ Այդ ընթացքում, երբ որ դիրքերը ամբողջ քարուքանդարազանելուն, մինչև զինվորը վերակենում, նախապատրաստվում է, կոնտուզիայի մեջ հալնում, այդ ռմբակոծության ժամանակ ինքը դմծած վիճակ ալնում, հասկանում եք, մինչև կարողանան կարգի բերեն զորքը, թշնամին արդեն այդ հեռավորությունը կանցնի կմոտենա քո դիրքերին եւ կգրավի դիրքերդ։ Դրա համար, ասենք, մեր տեխնոլոգիան այնպեսին է, որ ինչ տեսակ ռմբակոծություններ անեն իրանք, մենք կկարողանանք իրանց կենթանի ուժի եւ տեխնիկայի խոցում անենք ընդու մինչև տանկերի, ասեն։ Խոցումներ անենք առանց մարդկային գործոնի։ Մեր զինվորը կարա խռամատի մեջ թաքնվի, իր աղվեսափոսում գլնի, թե որտեղ լինի, ընդեղից էլ կկարանա ինքը կրակի, նշանառությամբ, իր իսկ անհատական ռոբոտով, ասեմ, մենք էդ էլ ենք մտածել, որ մեր ամեն մի զինվորը իր անհատական ռոբոտն էլ ունենա։ Ընդհանրապես զինվոր չերևա վերևում։ Իսկ եթե դու կանխում ես թշնամու առաջ խաղացումը, իմացեք մի բան, որ զսպեցիր դու իրան։ Հիմա վերցնենք մեկ ուրիշ բան։ Մենք ասում ենք այսօր, որ Խոզնավար գյուղի վրա կրակում են իրանք, գիշերները մեզ տված է հրաման չկրակելու։ Այդ դիրքի վրա իրանք եթե մարդն է կրակում այնտեղից գյուղի վրա է կրակում կամ դիրքերի վրա է կրակում, չգիտեմ, եթե ռոբոտը աշխատի հանկարծ գիշերով իրանց այդ կրակող դիրքի վրա, իրանք հաստատ էլ չեն կրակի, որովհետև այնպեսի դիպուկ կրակայերտ կլցնի մի հատ իրանց գլխին, որ ասելու չի։ Եթե սա հենց թշնամի նման սադրանքի չի սպասում։ Լավ, ենթադրենք թշնամին այդ սադրանքին սպասում է։ Իսկ մենք ինչ ձև ենք նախապատրաստվում այդ սադրանքին դիմակայելու։ Այս հարցից պատասխանը տվեք։ Այս հարցից ես ուզում եմ տամ վերադասինել։ Ինչ ձև ենք մենք նախապատրաստվում սրան դիմակայելու։ Ես ասեմ 80-ական թվականներին նույն վիճակներ այդ գյուղերում ինչ որ հիմա է։ Բայց այն ժամանակ էլ ավելի լավ վիճակ էր։ Իրանք այդքան մոտ չէին մեր գյուղերին։ Այս վիճակը նման տեմպով որքան է շարունակվելու եւ ինչ հանգուցալուծում է ակնկալվում։ Սա բերելու է պատերազմի։ Միանշանակ բերելու է։ Մի օր մի հատ զինվոր կջղայնանա գելնի կկրակի, եթե կրակելուց եք վախենում։ Հրամանատարներից մեկը մի օր այդքան հայոյանքներ կլսի խի չեք կրակում եւ այլն, մի օր կասի իմ վրա չեմ վերցնի այդ հայոյանքը հրաման կտա կրակելու։ Հասկանում եք։ Մեր կողմից մի օր զենքը կկրակի, զենքը մի օր կկրակի, պոլիփետնա կրակում տարի մի անգամ։ Այսինքն հնարավոր է, որ սահմանին իրավիճակը սրվի ընդհուպ պատերազմ։ Ամենայն դեպս Ադրբեջանը տանում է դրան։ Այսօր Ալիևը Մենք գիտենք, որ այդպես է։ Այսօր Ալիևը կհամարցակվի պատերազմի։ Իսկ ինչ է եղել իրան, որ չհամարցակվի։ Այսինքն ինքը կսպասի այնքան, քանի դեռ ինքը չափալախում է մեր գլխին եւ մենք գլուխներս կախիրա ասածն անում ենք, չի արձակվի։ Եվ միջազգային հանրությանը կասի, տեսեք, իրանք ասեցին, գոյություն ունի արևելյան Ադրբեջան, ուրեմն արևմտյան էլ կա, չէ, որ այդքան ասում ենք։ Իրանց դիվանագիտությունը ուժեղ աշխատում։ Պարոն Ղումաշյան, այսօր մենք որքանով ենք գիտակցում, որ թշնամին կարող է ամեն պահի հարվածի Հաշտության պայմանագիր չունենք մեր թշնամու հետ մենք։ Նշանակում է մենք պատերազմի մեջ ենք։ Եթե ինքը մխրճված է մեր հողերի մեջ, այո, եթե ինքը կրակում է մեր գյուղերի վրա,
Էլ ասենք պատերազմը վերսկսելը ինչ է նշանակում։ Ես ուզում եմ հասկանամ այս հոգեբանությունը, որը շատերի մոտ է։ Այո, հիմնական մասի մոտ այդ հարաբերական անդորն է, ասածս հարցը հետևյալն է. միթե չենք գիտակցում։ Այո, չենք գիտակցում։ Մեր բնակչության մեծ մասը այսօր չի գիտակցում, թե ինչ վտանգա կախված մեր գլխին։ Պատերազմը թեժանալու դեպքում թող չմտածեմ, որ Երևանը հանգիստ կնստի իր համար, նախ թող շնորհակալություն հայտնեն Գորյուն Հոմաշյանի թիմին, որ Երևանի գիծը մենք լավ ամրացրել ենք, լավ ձևի։ Ես օդի միջից բառեր չեմ ասում, բայց ինչ վերաբերվում է դա առաջնագծի մասն է խոսքը, իսկ ինչ վերաբերում է, որ այդ առաջնագծի վերևով հրթիռներ կանան հասնեն Երևան, եւ թող չմտածեմ, որ դες հանգիստ ամեն ինչը կանցնի։ Մենք այսօրվա դրությամբ չունենք ռմբապաստարաններ եւ Երևանը որպես խիտ բնակեցված տեղ եւ անընդհատ շենքը շենքի կողքին խախտելով նորմերը կառուցվում է հեռավորությունների, մեկը մյուսի վրա արևել չի թողնում ընկնի։ Այնքան որ սնկի պես աճը ցնում են այդպես։ Ես չեմ պատկերացնում ինչա լինելու մեր բնակիչների վիճակը, եթե հանկարծ նմանատիպ բան եղավ։ Քանի անգամ ես կոչ եմ արել մեր արտակարգ իրավիճակներին, որ համայնքապետերի հետ միասին կարողանան ուրեմն ռմբապաստարանները կարգավորեն։ Ոչ միայն քաղաքներում, այլև գյուղական վայրերում։ Դա հետ ու ոնց են ասում, արագ հլնող բան չի, որ մտածեն, հենց որ կռիվ եղավ, քիչնենք պատվալ, տես չի։ Այդ պատվալում դու չեք կարող գոյատևեք, կփլզվի կմնաք տական, կխեղդվեք։ Ռմբապաստարանը իր կարգ ու կանոն ունի պատրաստելու։ Եվ բացի դրանից, ուրեմն ինչ ձև պետքա մեր սահմանամերձ շրջանների բնակիչները կարողանան պաշտպանեն իրանց բնակավայրերը, երբ որ մենք կարող եմ ասեմ երկրորդ լինիա չունենք ոչ մի տեղ։ Չունենք։ Սահմանամերձ է։ Այո։ Տեսեք, ասում են, կրակում են Խոզնավար գյուղի վրա, այսինքն մենք այն վիճակի մեջն ենք, որ մեր առաջնագիծը անմիջապես գյուղի դեմն է անգնում։ Այո, հենց Հայաստանի Հանրապետությունը վերածվել է սահմանամերձ գոտու։ 90-ական թվականներին թշնամին գտնվում էր Ձորից հեներեսը, դեպի Արցախի կողմը։ Այդտեղից մոտ 7-8 կիլոմետր եթում էինք, Ձորն էր իջնում, գետի հեներեսը նոր թուրքերն էին։ Մենք նստած էինք գետի այս կողմը։ Իրանք եկան լրիվ Կորնիձորի, տեղ գյուղի, Խնձորեսկի, բոլոր հողերը մտան մեր հողերի մեջ, դիրքերը դրեցին, ընդամենը 200 մետր հեռավորության վրա Կորնիձոր գյուղի վերջի տնից թուրքերի դիրքերն են։ Մեր գյուղի դիմացը նստած է սահմանապահ զինվորը, ավտոմատով։ Հասկանում եք։ Ոչ արտիլերիա կա, թե ոչ մյուս չկա։ Ինչ պետք է անեն, ասենք գյուղացիները զինաթափված է։ Ոնց պետք է պաշտպանվի այդ գյուղը։ Այն թվերին դեռ Լաչինի կողմից, որ մոտ մի 10-15 կիլոմետր հեռավորության վրա էր գյուղից, գրադ կայանքով ռմբակոծում էին գյուղերը, ընդու մինչև Գորիս քաղաքը։ Այդ տարածության վրա ռակետները բացվում էին։ Հիմա խիտ ձևով ասենք իրանք դրեցին ու ռմբակոծեցին գյուղը ավերեցին։ Ինչ հող տա իր գլխին այդ գյուղացին։ Շատեր իրանց դուխը տեղն է։ Ես ճանաչում եմ այդ բնակիչներին։ Ես իրանց հացը կերել եմ, հասկանում եք։ Իրանք ինձ կերակրել են, երբ որ ես իմ ջոկատներով պաշտպանում էի այդ գյուղերը։ Իրանք ընդունում են ինձ եւ հիմա էլ լսում են ինձ։
Եվ ոնց կարող է պատահի տվյալ մարդկանց զինաթափերեք ու ասեք մնան, այդ գյուղերում ապրեն, կապրեն իրանք, բայց իրանց արոտավայրերը, վարելահողերը չկան, աշխատանք չունեն այդ մարդիկ ընդեղ, ով է կամպենսացիաները տալիս այդ մարդկանց այդ աշխատանքների համար, շատ կա հարցեր, շատ ու շատ կան հարցեր էլի, Կորնիձոր գյուղի գերեզմանոցի վերջում, վերջի գերեզմանի մոտ դիրքա դրած, Ինչով կարող ենք զսպել բռնակալ Ալիևին։ Դուք տեսակ քիչ առաջ որ եկաք ես իմ սենյակում կպցրած են մեր վրիժառուների նկարները, ես շատ հաճախ եմ նստում այդտեղ եւ ընդամենը ուրեմն 3 ինձ հյուրընկալել էին իմ լավ ընկերները վրիժառուներից, որոնք Ալիևի մորքուրի ամուսնուն եւ մի քանի հոգու, ովքեր որ Ջուֆայի խաչքարերը կոտրել լցրել էին գետը, Արաքսը, որոնք մորթել էին իրանց եւ երկար տարիներ տառապել են իրանք Ուկրաինայի բանտերում եւ մեր ազգայնականների կողմից պետական ոչ մի բան չի արվել մեր ազգայնականների կողմից հնարավոր եղավ իրանց ուրեմն փախցնել բերել այդ ուկրաինական բանտից 7 տարի հետո իրանք հիմա այստեղ Հայաստանում են թող իմանա Ալիևը որ այս պարադը որ հիմա անցկացվում է Մոսկվայում թող այնտեղ հանգիստ չկայնի ինքը Նման մարդասպաներին զսպելա պետք է ձևի, եթե հենց անհատական իրանց մասին է խոսքը։ Իրանց պետք է այդպես զսպենք մենք։ Ալիևը ուզում է կոտրել հայի ձեռքը, ուզում է խլել հայի սրբագույն հողը։ Հայի ձեռքը ոչ ոք չի կարող կտրի, եթե հայը չլինի այդ կտրողը։ Պարզ ասում եմ։ Այսօր մեր ձեռքերը կտրում է հայը։ Եթե իհարկե հայ են իրանք, գենը պետք է ստուգվի իրանց։ Սահմանի խիզախ տեղերքը կանգնած են, այնինչ Երևանում խոսվում է։ Մի շատ լավ պատմություն կա մեր հավատացյալների պահով, պարսիկները, որ գալիս են Հայաստանը գրավում են, մտնում են եկեղեցի, ես այս պատմությունը լսեցի Վարդան Ղուկասյանից վերցրեցի ուսումնասիրեցի, դա իրականություն է։ Մտնում են եկեղեցի եւ մեր վանականների դեմն են դնում ոսկի արծաթ բրիլյանտներ, ասում են ով սա վերցնի մենք Պարսկաստանում իրան մեծ պաշտոն գտանք եւ ինքը կղեկավարի ամբողջ հայկական ուրեմն համայնքները։ Ոչ մեկ չի վերցնում, մի հոգի ասում է ես կվերցնեմ։ Վեհապարը Պարսից շահին ասում է մեզ 3 օր ժամանակ տվեք, մենք կպատասխանենք ձեզ ինչի համար ինքը վերցրեց։ Եվ վանականներին բոլորին ասում է գնացեք, աղոթեք ասում, թող Աստված ասի ես ինչ եղավ իր հետ, որ ես բան արեցինք։ 3 օր հետո հավաքվում են բոլորը, գալիս են եւ ասում են, որ բոլորը տեսել են նույն երազը։ Բոլորի երազին գալիս է տվյալ վանականի մայրը, որ գերեզմանը ճակում է միջից դուրս է գալիս, ասում է մի մեղադրեք իրան։ Երբ որ մենք նահանջում էինք Հայաստան, փախնում էինք այստեղ։ Ճանապարհին պարսիկների զինվորներից մեկը բռնաբարեց ինձ։ Եվ ծնվեց այս վանականը ձեր ընկերը։ Դրա համար որոշ մարդիկ այդ ձեռը կդրելու վրով չէ, խոսքը եղավ։ Ումը որ կասկածում ենք ում ձեռը, որ պետք է ուզում ենք կդրենք նախարար ներքին իր գենը պետք է ստուգենք։ Կապ չունի, որ Յան ուրեմն վերջազանցով է վերջանում իր ազգանունը, ինքը հայ է։ Գենը պետք է ստուգվի այդ մարդկանց հայ են իրանք, թե չէ։ Ես չեմ կարող հայ համարեմ նման մարդկանց, ովքեր իմ պատմությունը խեղաթյուրում են։ Ես չեմ կարող հայ համարեմ այն մարդկանց, ովքեր չեն ընդունում իմ նախնիներին։ Իմ հետ հասարակ հարց եմ ուզում տամ բոլորին։ Ես ապրում եմ, ահա տեսեք, ստեղ։ Շատ հեռու, չէ՞,
Արցախից։ Ինչը ստիպեց, որ ես հելա գնացի հասա այնտեղ կռիվ տալու 89 թվականից։ Նորմալ ապրում էի, հայրս գյուղատնտես էր, մայրս տնային տնտեսուհի, հացն ունեինք, ջուրն ունեինք, անասուններ ունեինք, ամեն ինչ ունեինք, փողը կար։ Ինչը ստիպեց ինձ, կարաք պատասխանեք իմ հարցին, որ ես հելա գնացի հասա այնտեղ, չիմանալով Արցախի տեղը, գնացի Արցախի համար կռվելու։ Հայրենասիրությունը, Ոչ։ հայրենիքի կանչը։ Իմ նախնիների հոգու կանչը տարավ ինձ այնտեղ։ Եվ իմ ընկերների, ովքեր որ գնացին։ Այն պատմությունը, որ ես լսել եմ իմ տատերից, պապերից։ Այն հողու ջուրը, որ ես չեմ տեսել, բայց միշտ պատկերացնում եմ, թե ինչ գեղեցիկ վայրեր են այնտեղ։ Դա տարավ ինձ հասցրեց ընդ իմ հայրենիքը ազատագրելով, որտեղ Արցախը իմ հայրենիքն է։ Սովորաբար ասում են, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Մեր հաղթանակը կրկնվելու է, պարոն Ղումաշյան։ Միանշանակ, մենք մեզ պարտված չենք համարում։ Եվ ասեմ մի բան էլ ես պատերազմում ես կրկնել եմ, ասելու եմ, նորից կկրկնեմ իմ խոսքերը, մենք չպարտվեցինք։ Մենք չկռվեցինք մենակ Ադրբեջանի դեմ, մենք չկռվեցինք մենակ Թուրքիայի դեմ, մենք չկռվեցինք մենակ Իսրայելի կամ Պակիստանի, մենք 7 պետության դեմ եւ չհաշված վարձկաները։ Այդքանի դեմ կռվեցինք ու կանգնեցրեցինք թշնամուն։ Իրանք չկարացին Արցախը գրավել։ Ու ես ասել եմ, իմ զինվորը հերոսաբար կռվեց։ Ինքը չնահանջեց։ Ինքը զոհվեց, մնաց դիրքում ու չնահանջեց։ Բայց որտեղ է մեր պարտությունը, ասեք։ Ես կարամ ասեմ։ Մեր պարտությունը այնտեղ է, որ մեր վախկոտ ղեկավարությունը սկուտեղի վրա նվիրեցին թշնամուն։ Մեր պարտությունը այնտեղ է, որ պայմանագրի էին կապում զորքերը, որտեղ որ կանգնացել է, դա պետք է կանգնած մնան, բայց հրաման տվեց մեր զորքերը, եկան քաշվան, հելան սաղ հողերը տվեցին ուրեմն թշնամուն։ Այդ խի մոռանում ենք այդ ամեն ինչը։ Եվ այսօր կանգնում ենք, ուզում ենք մեկս մյուսին արդարացնենք, մեկս մյուսի մեջ թշնամի գտնենք, չգիտեմ ինչ անենք, չի կարելի այդպես։ Շնորհակալություն, պարոն Ղումաշյան։ Խնդրեմ։ Մեր հանդիպումները շարունակական են հետաքրքիր թեմաներով, հայրենիքին վերաբերող եւ միևնույն ժամանակ ձեզ մտահոգող կարևոր թեմաներով մենք զրույցներ կրկին կունենանք։ Մինչ այդ ես ձեզ առողջություն եմ մաղթում եւ շուտապույտ ապաքին։ Ինձ գրողը չի դիպչի։ Եթե այսքան ժամանակ ես մտա հելա այդ ամբողջ այդ դժողքից եկա հասա այստեղ, այդ փոքրիկ դանակը ոչ մի բան չի անի ինձ։ Գրիգ ջան։ Հնաց որ դուխս տեղն է, ոչ մի բան չի կարա կոտրի, ուղղակի հենց հիմա ես մտածում եմ հետեւյալը, արդյոք կարելի է ին ժողովրդին ցույց տալ ռոբոտի գործունեությունը։ Բոլորը գիտեն, թե ես ցույց եմ տվել այսքան ժամանակ, բայց ոչ ոք չի տեսել, թե ինչ է անում այս ռոբոտը։ Եթե նպատակահարմար կգտնեք, կարող ենք ցույց տալ ըստ ձեր ճիշտ որոշման։ Ճիշտ որոշումը երևի թե կլինի, որ մի քիչ լամփեր ենք։ Իմ խոսքերը երևի հերիք են, որպեսի որոշ մարդիկ ազդվեն եւ իրանք գանի մոտ, ես էլ չեմ գնա իրանց մոտ։ Ես էլ չեմ գնա իրանց մոտ։ Ես իրանց դռները էլ չեմ խփի։ Գարշահոտ է գալիս ընդեղից, որովհետեւ իրանք թող գանի մոտ։ Պարզ ասում եմ։ Եվ զգուշացնում եմ, չեք եկել։ Այդ ժամանակ կասետը կտա մի հատ ցույց կտա ժողովուրդը տոտենա ինչն է փրկելու զինվորի կյանքը եւ իրանք ինչի համար չեն ուզում։ Թող հարցը տա ժողովուրդը իրանց։ Իրանք ժողովրդավարությունից են շատ վախենում։ Ես այսքան կարամ ասեմ։ Շնորհակալ եմ եք անգամ եւս, պարոն Ղումաշյան։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ։ Ինչ ասեմ, խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, մեր զինվորին ամուր կամք եւ կոչ կանեմ, որ բոլորս ինչ որ կերպ մնանք մեր զինվորին թիկունք։ Այդտենց լինենք։
Մենք հզոր բանակ ունենք։ Ու ես վերջերս նորից սկսեցին վարկաբեկել բանակին, մի արեք այդպես բան։ Այդպեսի բան մի արեք։ Հրամանատարներին են կպնում, մի արեք այդպես, թեխի չեք կրակում, խիեսցես, մի արեք այդպես բան։ Այդ մարդիկ մեղ չունեն առայժմ։ Որը կգա իրաց գործը կանեն։ Ես չեմ կասկածում իմ սպայի, իմ զինվորի, իմ գեներալի վրա, ասենց ասեմ, չեմ կասկածում։ Ահա այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Հյուրընկալվել էի գնդապետ Կորյուն Ղումաշյանին։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։